Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 21,7%, Վրաստանում 9,4%, Ադրբեջանում 5,2%։ Սա այլևս միայն վիճակագրություն չէ, սա քաղաքական եւ տնտեսական զգուշացում է, որ Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային խնդիրներ ունի։ Ցածր արտադրողականություն, թույլ արդյունաբերական բազա, սահմանափակ ներդրումներ եւ կապիտալի դժվար հասանելիություն։ Աղքատությունը խլում է մարդկային կապիտալը, խորացնում է հանցավորությունը, արագացնում է արտագաղթը, թուլացնում է պետության պաշտպանունակությունը։ Թույլ տնտեսությունը չի կարող ապահովել անվտանգ սահման, կայուն դրամ, արդիական բանակ եւ տեխնոլոգիական զարգացում։ Սա նույնքան ազգային անվտանգության հարց է, որքան սահմանագծումը կամ բանակի վերազինումը։ Լուծումը քաղաքական կամքի եւ հստակ տնտեսական ռազմավարության հարց է։ Պետք է ստեղծել բարձր արտադրողականությամբ եւ արժանապատիվ բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Վերագործարկել թեթև եւ ծանր արդյունաբերությունը, ուղղորդել ներդրումները դեպի գյուղեր, դեպի մարզեր, պետք է զարգացնել ճանապարհները, էներգետիկան, ոռոգումը, լոգիստիկան, կրթությունը եւ մասնագիտական հմտությունները։ Ուժեղ անհատը ստեղծում է ուժեղ քաղաքացի։ Ապահովված աշխատողը ստեղծում է կայուն ընտանիք, իսկ կայուն ընտանիքը հզոր պետություն։ Սա է մեր բանաձևը, սա է մեր հավատամքը։